Միտեղ բարելույս հարգելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը։ Մենք ճիշտ է մի 2-3 օր, մի 2-3 հաղորդում ճարահացյալ փոխել էինք մեր հաղորդման ֆորմատը, հաշվի առնելով Երևանյան փողոցներում տիրող իրավիճակը, բայց բնականաբար այդ հանրություն բողոքում, այդ հանրություն պահանջում, որպեսզի հանրային ձայնը վերադառնա իր ֆորմատին, որովհետև բողոքները շատ են, դժգոհությունները շատ են, մենք էլ դրել ենք մկուտակում ենք, դրանց հետ միասին միտինգ ենք տրռացնում, Լևոն Քոչարյանի մուսկուլներն ենք հաղթնում։ Ինչևից է, մենք վերադառնում ենք մեր հաղորդման ֆորմատին, բնականաբար ներառելով նաև միտինգների թեմաները, եւ քանի որ արդեն աշխատակազմը տեղում է, այսինքն Քրիստինե Հալաջյանը արդեն իր դեղին հեռախոսով այստեղ նստած է, ուրեմն մշտական խորհրդի անդամները պարոն Աբազյանը, Վահե Ղազարյանը, Արթուր Դավթյան, Արգիշ Քարամյան արդեն տեղում են, սեղան գցուկ փռուկ, Ռուզիկը հեսա դուր որա հիմա կմոտենա, եկեք ներսրավիրենք մեր այսօրվա հյուրերին։ Արսեն Ջուլֆալակյան, եւս մուսկուլներով անուշ ապեր, համեցեք ծափողջունների տակ։ Ամենայն հայոց կաթողիկոս, խնդրեմ նորից սուրբոցություն ձեր գավազանով, Մալչիկ Պայմինի Սասուն, Սրբուհի Գալանի հետ, դրան կողքը, ներս բերեցին մուլտոին, դիվանի վրեն, մութակին էլ դրեք թևի տակ, շմուշկեն դրեք դեմը, ոստիկանությունը կրա դուրս գա։ Էրեբունի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ավելի շուտ սեփականատես Արտյոմ Կուշկյան, պրոֆեսոր Շատախյանի հետ միասին, դրան կողքը, так, ստեղովա, լովիկս, այդ աղարի, ես ինձ նեղմայ, կայա հակես, լովիկ, ուրին մկաններ, նստի, так, Գագիկ Ծառուկյան, ես խնդրում եմ այստեղ ողջուններով, որովհետև Գագիկ Ծառուկյանի 100-ը լրացավ եւ Գագիկ Ծառուկյան արդեն լիրավ ներկայացուցիչ, համեցեք նստեք։ Так, Ռոբերտ Քոչարյան, ներս թողեք։ Սաովա։ Հովանես Հովսեփյան, վերահսկողական պալատի պետ, վերահսկողական վարության պետ նախկին, թողա։ Քպական պատգամավոր եզդի ազգի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյան, ներս թողեք, Տիգրան Արձաքանցյան, նստեք, և Գագիկ Խաչատրյան, հուրին կնգա հետ, ահա, բավոր ես ասում եմ ծանաբեռնված այսօրվա եթեր ասում են ոչ, ես կա կուտակվել ա, և այսպես, եկեք սկսենք բողոքներից, ումից սկսենք, ով այդ հաճելի մարդը լինելու, ասեմ, որ ուշացումով ներցամատնամ Ռուզիկը, Ես ուզենամ սենց նոյեմ և հիանամ, այսօր հակելա պերլամունդը վիպենուար, աղջեսին շորա, արինստի, մեջըկնաղ տեսարան, ես իշտ ու խիակյովրեն աղջի, քյո մարդա տնեմ, բա, հələ սա մանիկյուր, պեդիկյուր, մետա կոսմետիկա, ես հիանում, պարոն Աբազյան, չի կարելի, ձեր հայացքը ակնայ թուշում է, որ դուք շեղվել եք խախի կնգավերեն, Մարցինի, Ֆիլիպ Կիրկորովի Մարցինի սինի, Մարցինի Ռուզիկին, գիլասը մեջը կծած, Մարցինի, քո մարդը ես զարմանում եմ, ոչ շիխ, քո մարդը պիտի քեզ տնի անընդհատ նայի, ինչ միտինգ, ինչ փան, մեկ եղեսկություն, Ռոբերտ Քոչարյան, ձեր ուշքում միտը այստեղ չպիտի լինի, Ռուզիկին կարող նայ մենակ ես, դու նայի իշխանին, քազը դել քազունի, Մարցինի, այդ բանը ֆրանսիական շոկոլատով, ամպլուա, գրացիա, Մետուշկի գանքնոր, մերարացի դուխու հոտ, են արդեն նգե սաղ զալով մեկ, լավ, սկսենք,
Հանրայինցան հաղորդաշարին են դիմել մեր եզդի ժողովուրդը գրավոր տեքստով։ Ես հատուկ տպել եմ այդ տեքստը ընթերցելու համար, որպեսզի հետո չասեն լկտի սուտա, հիմա լկտի սուտա թե ինչ է, այդ լկտի սուտա թե ճիշտ է, պետք է պարզի իրավապահ համակարգը։ Ես նորից եմ կրկնում, որ բողոքների բաժինը, քանի որ մենք բարձրաձայնում ենք, մենք բարձրաձայնում ենք բողոք։ Բողոքը ճիշտ է, սուտ է, մուտի է, թե կրուտի է, դրա պատասխանը պիտի տա իրավապահ մարմինը։ Մեր հարցը բողոքը բարձրաձայնելն է։ Եվ այսպես։ Ինչ են պահանջան եզդի ժողովուրդ հանրային ձայնից։ Ռուստամ Բաքոյան, ոտքի։ Մենք ստացել ենք հետևյալ բողոքը ձեր վերաբերյալ քպական պատգամավոր ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի կողմից իրականացված թալանի վերաբերյալ հանրային ձայնին բողոք, որ գրում են Մոսկվա, Կրեմլ, տավարիշու Ստալինու 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհում սփռված եզդիները ահռելի չափով թե գումարային եւ թե սննդի ու հագուստի, քնապարկերի, վերմակների տեսքով մոտավորապես 9-ից 10 ֆուր ապրանք են ուղարկել Ակնալիժ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի։ Պարոն Աբազյան, գրեք։ Ռուզիկին մի նայեք, գրեք։ Որը ամբողջությամբ յուրացվել է Ռուստամ Բաքոյանի եւ նրա սրբապիղ խմբի կողմից։ Խումբը, որը բաղկացած է եղել 5-ից 6 անդամից, նրանք են դատախազն են թողերի Շամյանցի Սուրո, Գոզոյի Սուրո, Գոզո, ինձ թվաց մի բան գրած է Գրզո, բայց Գոզոյա, Միրզա Ալոյանի եղբորորդի Մրազ բոլորին հայտնի Մազո, Մազոյի Փեսա Թեմուր, Մազոյի Փեսա Թեմուրի որդի եւ Ռուստամ Բաքոյանի ընկեր Շեխ Ցուլո, ինչ դարքի անուններ են։ Օգնության ապրանքների մի մասը արկղերով մոտավորապես 500-ից 700 արկղ լցված է եղել հենց հոգեհացի ներողություն արտահայտությանս համար խերի համար նախատեսված սրահում։ Խերը որն է, չգիտեմ, գացա խերի սրահում։ Իսկ մնացած մասը սրբատեղին կառուցելու նպատակով կառուցված քարերի մշակման արտադրամասին կից անգարում հենց հոգեհացի սրահից մոտ 50 մետր հեռավորության վրա, որը ամբողջությամբ յուրացվել է։ 44-օրյա պատերազմի ժամանակ սահման մեկնող եզդիական ջոկատի տղաներին առաջին ջոկատին որպես աջակցություն հատկացվել է 60,000 դրամ։ Երկրորդ ջոկատին մի քանի հազար դրամ ավել։ Զոհվածների ընտանիքներին տրվել է 250,000 դրամ, վիրավորների ընտանիքներին 50-ից 250,000 դրամ, շատերն ոչինչ նույնիսկ չեն տրվել, որովհետև պատճառաբանել են, թե իբր գումարը վերջացել է, հենց ստանան գումարը կզանգեն, կկանչեն, կտան։ Այդ ընթացքում Ռ. Բաքոյանի կողմից յուրացել է մոտ 200,000 ԱՄՆ դոլար գումար, այսինքն եւ եվրո այդպես գրել են։ Այդ կորուստը թաքցնելու նպատակով Ռ. Բաքոյանը նախորդ պայմանավորվելով իր հանցախմբի հետ, ինչպես նաև հանցավոր ծրագրին մասնակից դարձնելով սրբատեղիում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին, աշխատակիցներին, որոնք էլ ոգելից խմիչքի մեջ ինչ որ բան գցելով խմեցնում են խմիչքի հանդեպ սեր ունեցող սրբատեղիում հոգևոր ծառայություն իրականացնող Շեխ Ռուստամին, միացնում են նախորդ արդեն պատրաստված հեռախոսը եւ ձայնագրում են ոչ adekvat իրավիճակում գտնվող հոգևորականին։ Այսօր հոգևորականների օր է, պարոն Գարեգին, որ իբր թե պատրաստվում են իր ընկերների հետ իրականացնել պահակակետում գտնվող սեյֆում ոստիկաններին իպա տված 200,000 ԱՄՆ դոլար կամ եվրո ընդհանուր գումարը, տանել է երևի։ Բնականաբար հանցագործությունը դեռևս չկատարած բացահայտվում եւ կանխվում է ոստիկանների եւ Ռուստամ Բաքոյանի հանցավոր խմբի կողմից, հրավիրվում են եզդիների մեծ ժողով, ներկայացում է հարբած մարդու ձայնագրությունը, որը ոչ մի հավատ չի ներշնչում ներկաներին։ Նրանց եւ
Բաքոյանի թիմի միջև տեղի է ունենում վիճաբանություն, որի արդյունքում Ռուստամ Բաքոյանը գողությունը չկատարած Շեխ Ռուստամին, ով սրբատեղի սպասավորն է, տանում են ոստիկանություն, քո հիմնարկ Վայ Ղազարյան։ Ներկայացնում բողոք, որպեսի վերջինից ենթարկեն քրեական պատասխանատվության, սակայն շնորհակալություն ոստիկանության աչալուրջ աշխատակիցներին, ովքեր սաստում են Ռ Բաքոյանին եւ չեն թույլատրում, որպեսի ճնշում գործադրի Շեխ Ռուստամի վրա։ Քանի որ Բաքոյանը Շեխ Ռուստամի վրա ճնշում էր գործադրում, մեկ-մեկ էլ համոզում էր, թե վիզ վերցրու, թե չէ ինձ ու Մազոյին հագցնում ես։ Բնականաբար քրեական գործ չի հարուցում, Սեֆում իբր թե եղած 200,000 ԱՄՆ դոլար եւ եվրո գումարներն էլ մինչև օրս հայտնի չէ, թե Բաքոյանը ու իր թիմը ում ոռնակող է։ Ռ Բաքոյանը իր շալվարի վրա գոտի չուներ, ներողություն։ Միայն մի բան է հայտնի, որ 2018 թվականին ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող Ռ Բաքոյանը իր շալվարի վրա գոտի չուներ։ Իսկ 44 օրյա պատերազմից հետո 2021 թվականին նա արդեն ուներ 1500 գլուխ ոչխար, մայր եւ գառներ եւ գնալով այն ավելանում է։ 2021 թվականին Հայաստան է գալիս Ավրորա մրցանակաբաշխության 2019 թվականի հաղթող ազգությամբ եզդի դոկտոր Միրզա Դինայան եւ եզդիական ջոկատին եւ 44 օրյա պատերազմին մասնակցած եզդի զոհվածներին, վիրավորներին եւ կամավորականների ընտանիքներին օգնություն է հատկացնում Ռ Բաքոյանի միջոցով, ինչպես նաեւ Ռ Բաքոյանի եւ իր մի քանի թիմակիցներին ուղեկցությամբ գնում է Սյունիք, հանդիպում ծառայություն իրականացնող սահմանապահ եզդի ջոկատայիներին եւ իր իսկ ձեռքով հանձնում օգնություն բերած արկղերը։ Արկղերի հանձնման արարողությունը նկարել վերջացնելուց հետո, երբ Միրզա Դինայան հրաժեշտ է տալիս տղաներին եւ հեռանում է, Ռ Բաքոյան առաջարկում է տղաներին, ազատամարտիկներին, կամավորականներին արկղերը տանել ակնալիճ սրբատեղի, որպեսզի դիրքերից իջնելուց հետո տղաները այնտեղից վերցնեն իրենց արկղերը եւ նոր գնան տուն։ Սակայն այդպես էլ մինչև օրս ոչ ոք, ոչ մեկ արկղ չի ստացել եւ առհասարակ ոչ ոք արկղ չի տեսել։ Սրբատեղի նախկին սպասավոր Շեխ Ռուստամը այցելի Ռ Բաքոյանի եւ նրա հանցակից թիմի բոլոր մարդկանց տուն։ Արդեն մեկ-մեկի տուն են գնան։ Ընդհանուր առմամբ Պաստորեն Շեխի սիրտն ուզեն ազգային ժողովի պատգամավոր դոմփել։ Ընդհանուր առմամբ Ռ Բաքոյանի կողմից 44 օրյա պատերազմի ժամանակ Արցախին ուղարկված ընդհանուր օգնության ֆոնդից յուրացած գումարը գերազանցում է 350 տարերով են գրել 350,000 ԱՄՆ դոլարը։ Ինձ այս ամբողջ դիմում բողոքի մեջ զարմացեց այս նախադասությունը Շեխ Ռուստամը այցելի Ռ Բաքոյանի եւ նրա հանցակից թիմի բոլոր մարդկանց տուն։ Ես իհարկե մի փոքր էքսկուրս անենք, ես իհարկե տեղյակ եմ, որ հանրային ձայն հաղորդաշարի հայոյանքները ազատ շրջանառվում են հայ ժողովրդի լեքսիկոնի մեջ եւ ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ այլ ազգերի մեջ, որտեղ կուկուլալա արտահայտությունը դա հելելա միջազգային, բայց որ շեխը ուզում է այցելի պատգամավորի տուն, շեխին համարում է սուրբ մարդ, вообще-то, բանը մոտեցումների, բայց եկեք շեխի խնդրանքը չմերժենք, այսինքն մարդկանց ոչ խնդրանքը, որ շեխին ուզում են ուղարկեն Բաքոյանից տուն եւ ուղարկենք։ Հիմա Ռուստամ Բաքոյան օգնությունը ուր է։ Տղա ջան։ Ես հատուկ սա ընթերցեցի, ոչ թե ուղակի բարձրաձայնեցի, որ հանկարծ չփոխ, որտեղ հարցը շատ նուրբ է, վերաբերում է ազգային փոքրամասնություններին եւ հանկարծ տպավորություն չստեղծվել, որ հանրային ձայնը որոշել է ինչ-որ կապնի ազգությամբ եզդի պատգամավորին не за что, не про что։ Ցուցակում թվարկած մարդկանց, ստեղ Շամյանցի Սուրո, Գոզոյի Սուրո, կամ չգիտեմ, Մազոյի Փեսա Թեմուրի որդի Շեխ Ցուլո եւ այլն, Վարդան Ղուկասյանը ոչ տեսել է, ոչ ճանաչում է, բայց խնդրեմ, բողոքում են։ Պարոն Աբազյան, պարոն Վահե Ղազարյան եւ պարոն Արթուր Դավթյան։ Սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին։
Եվ պարզեք ազգային ժողովի քպական падգամավոր ում տուն ուզում են ղրգեն շեխին, ուրա ում ոռնակող է այս ամբողջ օգնությունը։ Արայիկ Հարությունյան սուսպուս եկար բնը վերընկար տենը մեզ падգամավորիտ կերպարը մե բոզի տղա շեխը գա ձեր տուն, զբաղվեք, այդ ուղղակի շատ նուրբ ազգային հարց է, ես դամար չեմ ուզում հարցակվեմ վրեն, իրավապահ համակարգը թող զբաղվի, պարոն Աբազյան, ասենք առաջ, ստեղ հարգանքներս պարոն Սարոկյան, ոնց եք, լավ եք, վայելեցիք 100 օրը, շնորհավորում եմ ձեզ։ Եկեք ասենք թեմաներին, հա, որովհետեւ չէ, մի րոպե, այստեղ բողոք կար մի հատ։ Բողոք կար, ուր է այդ մարդը։ Հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել եւ ուզում են իլուր աշխարհի հայտնել, որ Միացյալ Նահանգներում բնակվում է ոմն Անահիտ Մադոյան։ Ժամանակին բնակվել է Գլենդել, հիմա տեղափոխվել է Նևադա։ Անահիտ Մադոյանը փորձառու գծող, շորթող ազնվորություն է, ինչ որ ըստ ահազանգողների, չգիտեմ, վիզայի գործադասավորումի արևուն, քաղաքական ապաստարանի հարցալուծումի արևուն, մարդկանց ինչ որ Մեքսիկոյով ուզում բերի Ամերիկա եւ այլն, մեզ ասեցին, որպեսզի մենք հայտարարենք, որ կան տասնյակ գծված մարդիկ եւ թող ոչ մեկ Անահիտ Մադոյանի հետ գործ չբռնի։ Եվ վստահեցին, որ մի գեղեցիկ օր փոլիսը կամ FBI-ը գնալու է Անահիտ Մադոյանի հետևից։ Սա էլ այդպես։ Էրեբունի բժշկական կենտրոն։ Հանրային ձայն հաղորդաշարը զանգահարել քաղաքացի, որը խնդրեց մենք բարձրաձայնենք, Գայանե Մարտիրոսյան։ Բայց Գայանե Մարտիրոսյանը զանգահարել է ոչ թե մենակ իր անունից, այլ տասնյակ հիվանդների անունից, որոնք որ արժանացել են մեղմ ասած սադիստական մոտեցման Էրեբունի հիվանդանոցի մեջ գործունեություն ծավալող պրոֆեսոր Շատախյան Մեսրոպի թեթև ձեռքով։ Ինձ համար նորություն էր, երևի նրա համար, որ ես հետ է մնացել բժշկությունից, որ միգրենը ունի վիրահատական բուժում։ Պրոֆեսոր Շատախյանը գովազդ է տեղադրել ամբողջ աշխարհով մեկ, որ ինքը միակն է Հայաստանի Հանրապետությունում, ով բուժում է միգրեն։ Վիրահատական ճանապարհով, կտրվածներ անելով, կոպերի, չգիտեմ, ծոծորակի շրջանում եւ այլն։ Երբ որ ես երկու հարց տվեցի տիկնոջը, որպեսզի հասկանամ, տիկինը միգրեն ունի, թե ոչ, որովհետեւ ասեց ես ունեի ոչ իմ գլխացավեր, դիմել ենք պրոֆեսոր Շատախյանին արտասահմանից, հրավիրել է իրենց մոտ, սրսկել է բոտոքս, ես իմիջ գրողու ցավերն անցել են, ասել է ցավերն անցնում են, ուրեմն դուք իմ հիվանդն եք։ Ասում եմ տիկին ջան, եթե դուք ասում եք, որ ձեզ մոտ ախտորոշվել է միգրեն, պրոֆեսոր Շատախյան, Կուշկյան, դուք ինձ լսում եք։ Միգրենը ունի ստաբիլ գրանցված կլինիկա, շատ տհաճ զգացողություն պրիստուպի ժամանակ լույսի եւ ձայնի նկատմամբ։ Միգրենով հիվանդը չի կարող նայել լույսին եւ չի կարող հանդուրժել պրիստուպի ժամանակ ցանկացած անգամ թեթև, այսպես բաժակը տնես սեղանին։ Այդ մարդու մոտ առաջանում է, չգիտեմ, ահավոր բանը, պետք իրավիճակ։ Դրան գումարած սրտխառնոց եւ այլն եւ այլն։ Հարցնում եմ տիկին, այդ կլինիկան դուք ունեցել եք, դա պարտադիր է լույսի ձայնի նկատմամբ գեզգայնական, գեզգացողություն, ասում եմ ոչ։ Բացում եմ ինչն է ձեր մոտ ախտորոշել պրոֆեսոր Շատախյանը միգրեն։ Ինչևից է։ Պրոֆեսոր Շատախյանը ախտորոշել է միգրեն, ասել է ես պիտի վիրահատեմ շտապ, թե չէ կմեռնես։ 1000 եվրո վերցրել է իր համար, 1000 եվրոյի ուղարկել է մուծել Էրեբունի հիվանդանոցի կասսա։ Երբ որ վիրահատությունից հետո մարդիկ հասկացել են մեղմացած, որ կոշկվել են, գնացել են, բողոքել են Արտյոմ Փեսուտ,
Պես այդ ասելը, որ մենք ոչ մի կապ չունենք պրոֆեսոր Շատակյանի հետ, ինք ուղղակի տարածք վարձակալել եւ այնտեղ իրականացնում է բժշկական միջամտություն։ Կոշկան, ես հիմա քեզ ուզում եմ հարց տամ, եթե այդ մարդը ուղղակի տարածք վարձակալել, այդ մարդու դիագնոզը էպիգրիզը 04 2007 համարով ինչի է տրված ձեր երևունի հիվանդանոցի բլանկի վրա։ Եթե այդ մարդը ուղղակի վարձակալել է տարածք եւ այդ վարձակալած տարածքում իրականացնում է վիրահատություն։ Ինչի եք դուք էպիգրիզը տվել ձեր բլանկով։ Արթուր Դավթյան, լսում ես։ Կան տասնյակ քաղաքացիներ, որոնք դժվել են այս մարդու այսպես կոչված վիրահատությունից։ Բաց է Փրթեպ, ես ինչ արե, իարևուն, նորից ոչ չեմ կարել, ճամփորդել։ Դավայ, ցիկտ, գնա, զո, բուժված, այդ չկա միգրեն։ Բայց այդ մարդիկ միգրեն չեն ունեցել։ Զոհերի մեջ, այսպես ասած, կան նաև այլ պետության քաղաքացիներ։ Եվ հիմա ես դիմում եմ այն քաղաքացիներին, որոնք դժվել են պրոֆեսոր Շատախյանի այսպես կոչված վիրահատական ճանապարհով միգրենաբուժությունից, կարող եք հապկվել իրար գլուխ, գալ դիմել Գայ Պողոտա 2, փորձենք պրոֆեսոր Շատախյանին գոնե զրկենք հետագա մարդկանց ճակատագրի հետ խաղալու իրավունքից եւ հնարավորությունից։ Սա խայտարակություն է։ Ով ինչ ուզում անում է։ Մարդկանց դրեմ մորթում է։ Ասում միգրենը բուժում են վիրահատական ճանապարհով։ Բա ուրա։ Այս մարդկանց միգրեն չկա, դու ի՞նչ ես բուժում այ մարդ։ Եվ այն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնան պրոֆեսոր Շատախյանի մոտ բուժման, Շատախյան մեծ րոպի, հարգելն ես դուք թքելու եք փեդին։ Իսկ երևունի հետ ես հետո դիմացերը եկելուց են։ Անցնենք առաջ։ Ստեղ մենք ավարտեցինք հուսով են բողոքներ եւ այլն։ Ահա։ Երեք չեմ ուսոր էր, այսօր էր, երբ էր, Նիկոլ Փաշինյան անհատականությունը, Արայիկ Հարությունյան, այցելում է հարկադիր դահակը, տեսա դրանց հակ ու կապը, դրանց չես տալու ձևը, են մի քանի հոգի էլ հանետ ընկսել են, մեկը չես սենց հատալը, մեկը սենց հատալը, մեկը սենց հատալը, ալանդակություն։ Էդի եթե տենար մենք ունեինք ռազմական ոստիկանությունում ուստավի գել, ուստավի ուղնուցուցի նվիրված սպա Վանյան Աշոտ։ Ես այդ մարդուն հարգում եմ։ Եթե Վանյան Աշոտը այդ ձևը տենար, Վանյան Աշոտին կատվածահարկ տեղափոխեին։ Մոտակա սրտաբանական։ Լավ։ Այն որ ագրագետներ են, փինաչիներ են, հայաչիչած արգոսնաբան արտարդատության նախարար եւ այլն մի կողմ։ Գոյությունի այսպիսի քաղաքական ֆիգուրա կամ գոյություն ուներ Տիգրան Արզականցյան, մեծ շատ կիրթ գրագետ չափված մարդ, խնդրեմ ստեղա ոտիկայնին։ Դու գրագետ մարդ ես, քո ինտելեկտի վրա չի կասկածում ոչ մեկ։ Օրինակ կար հաղորդաշար մեր լեզուն մեր խոսքը։ Եվ եթե մեր լեզուն մեր խոսքը հաղորդաշարը հանկարծ այն ժամանակ Տիգրան Արզականցյանին հրավիրեր ստուդիա, դա խորհրդային միության ժամանակներն էր, եթե չեմ սխալվում, հետո ընկավ հետեղափոխական Հայաստան ու սովետի ժամանակ Արտեմ Սարգսյան, եթե չեմ սխալվում, հաղորդաշարի վարողը, Արտեմ Սարգսյանին էֆիրից անմիջապես հետո կենթարկեին քրական պատասխանատվության։ Եվ կրթության գիտության նախարարը անձամբ կհանվեր ու կլարեր Արտեմ Սարգսյանին, Տիգրան Արզականցյանին հաղորդաշար հրավիրելու համար։ Ինչևից է, այդ բախտին Արտեմ Սարգսյանը չի, մի հատ էլ կուլտուրական կնիկ ուներ։ Հիմա Արզականցյան Տիգրան Գրիշայի ամբողջ խատարակությունը նա է, որ Տիգրան Արզականցյանի վերաբերյալ հանրային ձայնա զանգահարում, ես ասում եմ, ես ամեն անգամ զարմանում եմ, մեկ մամնավաճառներ, մեկ զանգում են Պեկից, մեկ զանգում են ստուց, մեկ զանգում են ընդուց, բայց հանրային ձայնը զանգահարը ուշադրություն բանկը։ Բանկը զանգում է հանրային ձայն, ասում է պարոն Ղուկասյան, մեծ տերերի։ Ասում եմ ներողություն, ուղղակի
չնչի որպես գովազդ, հա։ Ասում եմ շատ ներողություն։ Բանկը ինձ ինչի՞ է զանգում։ Ասում է Տիգրան Արզականցյանը մեզ թալանել է։ Բանից բարձվում է Արզականցյան Տիգրան Գրիշայի դիմել է բանկ որպես ֆիզիկական անձ եւ բանկից ստացել է ուշադրություն, attention, գումարի չափ 54 միլիարդ դրամ տարբեր անգամներ 26 միլիարդ մի թղթով այդան 26 միլիարդ 62 միլիոն 393,430 դրամ այդ մենակ մի թղթով մյուս թղթով էլ գնումա չգիտեմ էլ ինձ բլա իտոգու ընդհանուր հաշիվը 54 միլիարդ 2015 թվից բանկը ընկած է Արզականցյանի հետևից դահակայով որ կարանա 54 միլիարդը հետ բերի այդ տղա դու ես ինչ մարդ ես մե պրոֆեսիոնալ քո կնիկը это культурная женщина по кличке Шапокляк она в курсе что ты кинул армянский банк более чем на 100 миллионов долларов 54 миллиард драм господи Եվ 2015 թվականից դահակը կոչված կոպտորգը չի կարողանը այս գումարները ստանա։ Տիգրան Արզականցյանին մի կերպ քրեական պատասխանատվություն դատարանով համաներումով դատվածություն նստացրեց հանրային ձայնը 400,000 դրամ տուգանեցին։ Լավ էս մարտը 15 թվից Արայիկ Հարությունյան մինչև 22 թիվը 5-7 տարի ոչ մի ֆինանսական գործարք չի կատարել։ Կամ ինչի է, ու այս մարդը մասնակցել է վարչապետի ընտրությանը, մի հատ էլ ընտանիք հոկտեմբերյանից ասում մենք ձայն ենք տվել Տիգրան Արզականցյանին։ Այն դեպքում, երբ որ Տիգրան Արզականցյանը ճանաչվել է որպես սնանկ, իբր թե $100 միլիոն վեկալողը, ո՞նց է ճանաչվել սնանկ։ Ես չեմ կարող հասկանալ, 100 միլիոն ինչ է լավ։ Լավ, դրամով 54 միլիարդ դրամ մղսած մարդը ոնց է ճանաչվել սնանկ, փողերն ուր են։ Այս մարդը համ խարդախ է, համ սնանկ է, համ բոմժ է։ Բա բոմժը մասնակցում է ազգային ժողովի ընտրություններին, հա, այն որ կուսակցությունների սրա հետ գնացել էր ընտրությունների, Տիգրան Արզականցյան, արի գրական հանգարց չպատասխանես, դու քո ոչի մեջ, որ ասում ես անդունդի եզրին ենք։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այդ տղա դու այդ քո down դեմքով որ դեմքիդ նայում եմ ոնց որ գենետիկական հիվանդ ես օլիգոֆրենիա առաջին հայացքից քո օլիգոֆրենիկ դեմքով դու ոնց ես կարացել 54 միլիարդ բանկի ինչու մտնես այդ տղա ես ապշան ասում եմ ինչու ապշած ես լճակ Պետրոս Դուրյան դագաղի մեջ մուտոն անգավ Մուտոն դիվանից ընկավ 54 միլիարդ դեմի չէր հասկացել բութա չէ Թիվը երկրորդակարեսավ շիմուշկեն թռավ կոկորդի խեղտվում է քիսո ջուրտ ու մեռավեսի Այս ոնց ես սրանց մամանալ եմ որ մեջ Արթուր Դավթյան դու հարկադիրը վերահսկող դատախազ ունես Բայց մեթել է դատախազիտ կաչի մոտը տասա տղա ջան 15 թվից ես մարդու վրա վարույթ հա 54 միլիարդի մի կոպեկ հետ բերել ենք ոնց է մասնակցես ընտրություններին այս դեբիլը ես ուզում եմ հասկանալ այդ կնիկը քո ինչն է հավանել ուզում եմ պրոստը հասկանալ այդ ինչ է Գոթենբերգեր ինչ է այդ կնիկը քո ինչն է հավանել Ուղեղ չունես, այսինքն, սենց էլի, ինչերն եք խոսում իրար հետ ես չգիտեմ, դան էդ խլև վադա, բայց խտրեմ մե Ռոտենբերգ, մե սիրահարվեք, քյովրեն, Անդրանո Չելենտանո, զղիվ, բլեվ ֆիլմի հերոսը, պիզդեց, դե գնացեք, Մարդու 700,000 դրամի համար մեր են փաստաբան Սուսոյի տունը, գույքը, ավտոն, հարկադիրի բոզի տղեն վերցրել կալանքի տակ, արա 54 միլիարդ։
100 միլիոն դոլար, հլավ է։ Պարոն Աբազյան, վերգի, դաուն, տոպրակ դեմք, իմբիցիլ բլեց։ Պարոն Աբազյան, հանրային ձայնի տեղեկություններ են հասել, որ Երևանյան անուշ, Հայաստանյան, լավ, անուշ ապերներից մեկը և ներքին անվտանգությունը թույլ լսի ոստիկանության սիստեմատիկաբար X գումարա փոխանցում քրական գլխավոր վարչությունակոչում, ոստիկանությունակոչում դրանց համապատասխան չինովնիկի ամենայն հավանականությամբ այդ գողերի գողական մշակույթի եւ այլն այդ դեպարտամենտին այսպես ասենք դեպարտամենտի չինովնիկին տասնյակ հազարավոր դոլարներ մի հատ էլ պարզեք այդ որ չինովնիկին են փոխանցում մետեր էլի Աբազյան ես էլ չեմ կռնա ես ուրիշ ձև էի մտադրված այս թեման մորմշ անելով բայց որոշակի անուշ ապերներից շատ խնդրեցին որ մի քիչ կուլտուրական ասի թեման ես չեմ կարող հարցից ասիկան հարցերը աշկերտես փագել բայց մենք դա կբարձրացնենք որ հետևողական լինեն Էդի մեջ չկա աշկ փագել մի հատ էլ որոշակի ոհմակ վեկալ է տպումա Վարդան Ղուկասյանը հայտարարել է Կարմիր բերետներին ժողովրդին ցխել Վարդան Ղուկասյանը չի հայտարարել ժողովրդին ցխել հատուկ դաունների համար եւ հատուկ են բոզի տղեկի համար որոնք որ փորձում են լարախաղաց խաղալ իմ բարերի վրա Վարդան Ղուկասյանն ասել է Կարմիր բերետներին եւ առհասարակ ոստիկանությանը Ան փողոց փագողների մեջ տեսակ Ավակյան Աշոտ Երանոսյան Լովա Սերժիկ Լովիկ Մումու Կոտո Գարողու Սևցավ Խաչատուրով եւ այլն ցխել Այո, ասել եմ, բայց ոչ ժողովրդին, և ոստիկանության էլ ասում եմ, ժողովրդին բրտում եք մի կողմ, դրանց սկցում եք ոտնատակ, վրեքով անցնում եք, նավալավատ ավայքյան աշոտենալ բոզի տղուն, բարերի վրա չխաղալ, գաղպի տղեք, ուրամ, ահա, խտրեմ, միտինգներին հեսա կարադարնանք ամենայն հայոց կաթողիկոս հարգակներս Քրիստինե Հարաջան ուրեմն երկնային գրասենյակը հանրային ձայն հաղորդաշարին ուղարկել է դիմում բողոք ես ասում եմ չի ես անդադ զարմանում եմ բանկ դահակը, հարկային, մաքսային և այլն, մի օր էլ Նիկոլի աշխատակազմն այնց դիմում բողոք ուղարկելու։ Հիմա դիմում բողոք ուղարկել երկնային գրասենյակը։ Երկնային գրասենյակի դիմում բողոքի մեջ ասված է, որ դուք կարող, նստեք, պարոն Գարեգին, դուք սեփազան մարդ եք, որ դուք խախտել եք կուսակրոնության մասին օրենքը և իրականացրել եք մեղք Աստծո առաջ։ Երկնային գրասենյակն էլ խնդրում եմ, որ մենք դա բարձրաձայնենք։ Քրիստինե Հարաջանը դիմումը բողոքը դոշին խփած, վազելով եկավ մտավ մոտս, ասեց խնդրել, մետեր եղի։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարց տալ, պարոն վեհապար, գավազանը տվեք պարոն Ծառուկյանի ձեռքը, դոդի մոտ հոմնա գավազանը, և այսպես։ Ըստ եկեղեցական օրենքների կաթողիկոս կոչվող մարդը չպիտի ունենա ընտանիք, այսինքն կաթողիկոսը չզբաղվեր սեքսով, կաթողիկոսի առնանդամը պետք է լինի դակաց, այն որ չրկելիք կա, ես չրկելիք էի ասում, դրանով սենց չլեղք պիտի փակվի, մենակ են կողերից պիտի չիշիկը դուրս գա, երկող ֆանտան, բայց էրեկցիա, օրգազմ, կուկուլալա, տումամբա և այլն արտահայտությունները մեղքա երկնային գրասենյակի առաջ։
բայց բանից պարզվա, որ մեր կաթողիկոս, այսինքն հանձինս դուք, զբաղվել, էներ ինչ թար զբաղվել սեռական կյանքով։ Այդ սեքսի ժամանակ, երբ որ դու կուկուլալա անել քո կնիկ woman լոլա, չէ՞, լոլա, ահա։ Բա դու չասես, հրեշտակները նայում են։ Հրեշտակներ են սիրով որ սենց փուճուր երեխեք թևերով սենց նետուաղեղ որ ֆրֆրում են, պատրուլը, եթե պատրուլ եմ ես դրան ասեմ։ Պատրուլը ֆրֆրում է։ Բա որ պատրուլը հանկարծ սենց թռելով է երեխեն գա, մեկը տենամա կաթողիկոսը, բռնելա երկու հատ ազդրեր ու մեջը կաչայի տանը։ Ինչ պիտի անի։ Անմիջապես այդ հրեշտակը, այդ մանկիկը թևերով նետուաղով սենց խփում է ու ռոմանտիզմը ծնվում է, մոր մշ, անգնում սատկում է։ Մի քանի հատ արդեն տես վարի են գնացել։ Հրեշտակներն իմացել են, զեկուցել են Գափոյի վիճակը վատացել է, գնացել ահազանգով մտել է Հիսուս Քրիստոսի մոտ, ասել է ամենայն հայոց կաթողիկոս, լոլա դոմփելի։ Հիսուս Քրիստոսն էլ մետախու տրտում, նստած ասում է լավ, էս անելու բան էր։ Հա։ Ինչ անեն, դիմել են հանրային ձայն։ Բայց եկնային գրասենյակ իմացել է, որ դու ասելու ես լկտի սուտա, ասել է խնդրում եմ, տպած գլգել են, ամենայն հայոց կաթողիկոս կոչված անձնավորությանը այս հարցերը տվեք, հիմա մենք ես ուզում ենք հարց տանք, եկնային գրասենյակի անունից, մեզ դիտում են, հիմա հետսիմա, մեզ դիտում են, և այլը, ասում է, թո կաթողիկոսը պատասխանի, գրա, ով է լոլան, բայց իրանք արդեն պատասխանում են, լոլան էդի քո կնիկն է։ Գրածա, կի, լոլա, պեչատած, Հիսուսի ստորագրությունը դրած։ Աղջիկդ, անունը Խաթում, մասնագիտությամբ բժշկուհի։ Դրել ես մամայիդ անունը վերեն։ Ես խոմ քո մորը չեմ ճանաչում այդ բանով։ Ես ուր էի, ասկի իմ ֆունդամենտը գցած չէր, որ քո մերը կար։ Թորնուհուտ անունը Ասթին է։ Առաջակամն ասում թե ծավում։ Էդի խաթունի աղջիկն է, Ասթին է։ Էդի քո մորքուրի մորակրոջը պատվին ես դրել են։ Մյուս թորանդ անունը Գարեգին, բնականաբար արդեն քո անունով են դրել։ Փեսուտ անունն են Արթուր։ Հիմա ով են այս մարդիկ ամենայն հայոց կաթողիկոս, խնդրում եմ պատասխանի եկնային գրասենյակին քիսոն ուզամատապի, ֆաքս։ Այո, դա ձեր ընտանիքն է։ Բայց պարոն կաթողիկոս, ինչ է սա կոչվում։ Սա եկեղեցական օրենքի խախտում է թե ոչ։ Իսկ տերտերները լսում են։ Այս թեման, եթե Նիկոլը իրոք Քոչարյանին դեմ է, որ ասում են դոգը նիկոլական է, դոգը ռոբիկական է, այսել ասում են, որ դոգը դոգական է, այդ ռոբիկն ու նիկոլն են, նիկոլական ու մեկը մեկին սիրեմ ու պաշտը։ Եթե սա նորմալ իշխանությունը լեր, այս թեման գնալու են լոլայի, խաթունի, ասթիների, գարեգինի հետևից և ձեր իրականացնելու էին դենկա տեստ և եթե գիտությունը չպսնի 99% զուգադիպություն, ապա պիտի հրավիրվի, ինչ են ասում դրան, տիեզերական ժողով, ըստ իմ կարճ խելքի, կան տենց պոպոզներով անուշ ապերները, խաչերը վերը կկցած, և պարոն կաթողիկոսին անեն գահնկեց։ Դες բան կա, չէ։ Կումանած դրան, նամանավանդ, երբ որ պարոն կաթողիկոսը Իզմիրան կենտրոնում բավականին հաճախակի պրոֆեսոր Չարչյանի բարձր հովանու ներքո հանդիպում է Ռոբերտ Քոչարյանի հետ և տերտերներն էլ գրգում է միտինգ, տերտերներին գրգեից ֆրոնտ, Գարեգին։ Դու քո ամենաուժեղ օրգազմը պիտի լիներ ձեռնահարությունը, ձեռնաշարժությունը։ Դու պիտի կգալ մոտիկ չետ հայր, բայց խնդրեմ, մեր վեհապար ունի ընտանիք, Աստված սպայի քո ընտանիքին, քո բառերով ասեմ, Ասթինեն և թոռիկ Գարեգինը առողջ լինեն,
աղջիկ խաթունդ եւս տիկին լոլային էլ եթե ողջ երկար տարիների կյանք եւ առողջություն բայց հարգարժան հոգեվորականներ ձեր կաթողիկոս նենաստայաշի հանրային ձայն ասում եւ պեչատում անցնենք առաջ անդառնանք միտինգներին հա երեք այս օրերը բանը խառնում եմ Արսեն Ջուլֆալակյան մեծ սպորտսմեն տղա կուլտուրական եւ դաստիարակված ելույթ ունեցավ օպերայի հրապարակում լավարիշ ելույթի ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարում է որ մեզ բոլորիս խաբել են ճիշտ ասում խաբել են ես ուզում եմ հարց տամ Արսեն Ջուլֆալակյանին Արսեն ջան դու դեպուտատ մարդ ես այդ կուսակցությունում Դու ասեցիր, որ քեզ խաբել են, բոլորիդ, այդ թվում նաև քեզ, բայց դու չասեցիր, քեզ ինչու են խաբել։ Դες օրինակ ես ասում եմ, չէ, ես ինչի չեմ թույլ տալու նախկինների վերադարձը, որովհետև նախկինների մեջ ակտիվ այսօր փողոց են փագում Յանոսյան Լովա, Ավակյան Աշոտ, Նասկի Գագո, Արշակի Թայֆա, Փեսա եւ այլն, Կիսուս Կարան, այդ մարդիկ ինձ ցավացրել են։ Այսինքն ես պատճառը ցույց եմ տալի։ Այդ մարդիկ երկիր են թալանել եւ ես հիմա եւ ես նաեւ հիմնավորում եմ։ Բայց դու չասեցիր, ինչու մենք քեզ խաբել։ Ես հետաքրքրվեցի, ասում եմ լավ, այս սպորտսմեն սիրուն, սիպատիշի տղուն։ Չեմ ասում բոյոբուսաթով։ Ինչի եք խաբել, քպական բոզի տղեկ։ Մարդիկ պատասխանում են։ Արսեն Ջուլֆալակյանը լինելով ԿՊ-ի կազմի մեջ, որպես պատգամավոր, մեղմ ասած աշխատում էր բայրակտար, մեղմ ասած ընդդիմության համար, այսինքն ինֆորմացիա ես հասցրել, լովիկ, մովիկ եւ այլն անձանց։ Այսինքն սնվելով այս աղբյուրից, քակել ես այս աղբյուրի մեջ։ Նա քեզ եկուցել են, քեզ արել են դեպորտ։ Բացի այդ, քեզ ներկայացրեցին, որ դու շատ մեծամիտ, ինքնահավան, ինքնասեր, ինքնավստահ գորոս միանձնավորություն, բայց դա քապան չի ասել, դա ասել են քո սպորտային ընկերները, այսինքն քո գոլեգաները, բարեցնի, դու գիտես, բարեցների հետ մենք ունենք շատ լայն կապեր, ես լիքը անուշապեր ունեմ ընձի ծանոթ մոտիկ հարազատ, որոնք բարեց են, և սանց հետո, երբ որ դուք խոսում եք Արսեն Ջուլֆալակյան, հիմնավոր եք, փաստը բերեք, չգիտեմ, ձեր երեխան փշաքաղվում է, հուզվում է եւ այլն բաներ ասում դու դե հուզվում ես բայց հիմա դու եկել ես կանգնել ես մի մարդկանց կողք որոնք երկիրը թալանել եւ կեղեքել են եւ հասցրել են այս վիճակը որ Նիկոլ Մաբոզի դղեն գա իշխանության հիմա իբրև ուզում են հետ բերեն հիմա կասեք փաստ նորից փաստ գույսուն ունեցել 2004 թվականին Հայաստանի Հանրապետություն։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականին ունեցել է պրեզիդենտ։ Այո, Ռոբերտ Քոչարյան։ Մի անգամ չէ որ մենք ասել ենք թալանում ենք եղեքում են, էս են անում, են անում եւ հակակոռուպցիոն կոմիտեն դրա ռուշկա ծծող բոզի տղեն Իա կողքի ագարկա սրպուհի գալանով բացարձակապես ոչ մի բան։ Քանի որ խոսքը հիմա գնում է դրա մասին, սրպուհի գալան արիստեն։ Մուլտո բդերը չռի։ Մտնում ես գլխով բդերի արանքը բերանդ բացվես, մուլտոն պիտի չրթի բենիդ մեջ։ Մուլտո դադախազի բենի մեջ չրթած կաս։ Վայելի։ Այս ամբողջ ընթացքում թեքիվել են չրթնչուզ մեզ արա, սա բոզի տղա է։ Սրպուհի գալանի մարդու գործատու Հովանես Հովսեփյան կար։ Նախագահի վերահսկողական ծառայության պետ։ Իրականացնում է Դուբայում հարսանիք, որը բնորոշ է միայն Դուբայի շեյխերին։ Սամալյոտա վարձան,
մարդկանց հաստից տանում են դե հարսանի եւ այլն։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ Հովհաննես Հովսեփյանի մարմնի վրա ըստ մեզ հասած տեղեկությունների դաջված է Վասմիկանեչնայա զվեզդա։ Ես հուսամ այդ լուսանկարը մի օր ինձ կհասվի, որովհետև հիմա մարդիկ կարող ասեն լկտի սուտա, մինչև լուսանկարը մենք ցույց չտանք։ Նախագահի վերահսկողական մեջ ասում են մարմնի վրա Վասմիկանեչնայա զվեզդա։ Եվ Սրբուհի Գալան կոչված ագարկի վաստակի մարդը ու աներ կեսրար աշխատում են Հովհաննես Հովսեփյանի մոտ։ Երևոց պիտի Հովհաննես Հովսեփյանը կալանավորվեր կամ դատվեր։ Ինչևից է։ Եվ մանչիկ պայմինի սասում բոզդի տղեն Վովա Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի գործը միացնելով իրար ղրգմա Արթուր դարձանին։ Արթուր։ Ես արդեն տեղյակ եմ, որ այս սպորնիկի տղեն քաքելա այդ գործի մեջ։ Ավելիա քաքե, քան թե առաջի անգամ որ դու հետ ես ղրգել։ Այն ժամանակ ավելի բաբաթա է։ Հիմա вообще քաքե մեջը։ Եթե դու վիզ վերցրեցիր այս մեղադրանքը, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ընկնում է քո վրան, որպես գլխավոր դատախազի։ Եվ եթե հանկարծ սրա ուղարկած գործով Գասպարյան Վովան եւ Արշակը չենթարկվեցին քրեական պատասխանատվության, ես ու դու դառնում ենք կրովնի թշնամի։ Դատախազ կլնես, չեսլի, կհանձնես, կետաս, ինչ կանես, չգիտեմ, գալու ես նստես մուտոյի կողը։ Ամեն հաղորդմանը։ Ես ասում եմ, որ այս պորնիկի սերունդը քաքելա գործի մեջ։ Սրա աշկեկին էլ բերեք, թո բանը ծծեն են Սրբուհի Գալյանին։ Ռուզիկ ջան, սիրտդ վատացավ։ Կորվալոլ Ռուզիկին։ Հասկանալի է։ Հիմա անցնենք առաջ։ Նախագահ գոյություն ունի Ռոբերտ Քոչարյան։ Հիմա հելել են Ռոբերտ Քոչարյանի հետ քայլում են, ասում են Ռոբերտ Քոչարյանը սուրբ մարդ է եւ այլն պիտի գա իշխանության։ Ինչ է տեղի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, մայիսի 20-ին 2004 թվական համար 912A որոշումն է կայացրել։ Առաջին հայացքից ոչ մի բան չասող որոշում։ Վավերացրել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ այս որոշումը 01 հուլիսի 2004 թվական։ Ուզում եմ կարդամ այս որոշումը, ուղղակի վերևի մասը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 20 մայիսի 2004 թվական N912A Վավերացնում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան 1 հուլիսի 2004 թվական։ Երևանի Աբովյան փողոց 9 շենքը վերակառուցելու մասին։ Եվ այսպես։ Հիմք ընդունելով պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է թույլատրել վերակառուցել Երևան Աբովյան փողոց 9 հացեում գտնվող շենքը ըստ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի ուշադրություն վերակառուցել։ Վերակառուցումը այս շենքի որպես պատմամշակութային չօգտենց ոսոյանք են նշել կոթող հանձնարարվում է ոչ ավել, ոչ պակաս Գագիկ Ծառուկյանի։ Ես հասկանում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վրա պատշիմուտը անընդհատ օդից գալի կպնում է տոլի եկեղեցիները, տոլի պատմամշակութային կոթողները։ Գագոսել որպես վերակառուցող մարդ, այդ այտենց բաներ լավ սիրող, բռնում ու այդ շենքը Աբովյան 9 վերակառուցում է մի հատ գեղեցիկ վիսոտնի շենք։ Լավ, վերակառուցեց։ Բայց չասին Գագո ջան,
Բայց առաջանում է մի սեստարօրինակ պարադոքս։ Ռոբերտ Քոչարյանը ունի մի հատ շատ սիրուն, սիմպաթիչնի մուսկուլներով տղա։ Երկու հատ ունի, բայց այդ մեկը լավն է։ Սիրուն, ասես գանգուր չիչիլակի մազերով, կուդրավի։ Այդ տղեն ծնվել է 16 նոյեմբերի 1985 թվականին։ Ատեն սիրուն օր։ Այդ տղու անունը Քոչարյան Լևոն Ռոբերտի, բայց ծնվել է Ղարաբաղ։ Բայց հանկարծ վերցնեմ եւ նայում ես, որ մեզ Քոչարյան Լևոն Ռոբերտի գրանցված է քաղաք Երևան, կենտրոն, Աբովյան 9, բնակարան 38։ Այո, Աբովյան 9։ Պատմամշակութային հուշարձանների այդ շենքում փաստորեն ես չեմ կարողանում հասկանամ գագո Ռոբիկը քո վրա մակագրամա շենք վերակառուցելու հեսա գրածա տեսեք Աբովյան 9 բնակարան 38 սիրով հրավիրում ենք ձեզ Լևոն Քոչարյանից տուն Համատակարարում սիրուշոնել ասում մեկ տուն չունենք, մեկ քուչ ենք մնամ վարձով եք, այմար տուն չունենք, սիրուշո ջան, այս տունը ումն է, բայց ես ուզում եմ հասկանամ այդ շեկը, այդ պատամշակույթայինը, որ վերակառուցել եք, այս ալեին ալեք, այդ շենքում մեր լովիկը ոնց է հայտնվել որպես բնակիչ, սասում պոզիցիոնունդ, հակակոռուպցիոն կոմիտեից կոչվում, ղախպի տղա Էսի քո գործնարա, ես չեմ հասկանամ, ես զբոզի տղել գեներալի կոչում ունենա, հասնիկ ունենա, աշխատավար ստանա, սրպ մուլտոտ զվեզլոխի բենի մեջ, խեղտ է տակարկին, սրանք փող ստանա, Վարդա Ղուկասյանը գնի բացահայտումներով, ու հակակոռուպցիոն պայքարանի, բահաց առաջանում, Ռոբերտ Քոչարյան կարող եք բացատրել այս շենքի տեղը, այս շենքի որոշում հրամանը տալով, ո՞նց է քո տղեն բնակարան ստացել, այդ ո՞նց, 240 մետր, քանի մետր, այդ ո՞նց է ստացել, լսում ես Նիկոլ, բոզի տղա, լսում ես, Քոչարյան եք ուզում դատեք ու չեք կարան, 5 տալյա է սպորնիկի վաստակի, որ մեռա ռուշկա փողելով, դրել եք այդ պաշտոնի վրեն, ու ոչ մի մարդ չի դատա, որ մի հոգի կողելուս ասաց ան դոք տնեմ վզիտ, տես մարդ եք դատել, այսօր հելելա, այս սուրբ մարդը, ասում է երկիրը պիտի մաքրենք, դրան էլ գումարած, են Վարդևանյան են կռիսը, հելելա խոսում է ելույթ ունենա, մի հատ էլ ընդդիմություն կոչվածը յա պատգամավորներով, դիմել են սահմանադրական դատարան, ապօրինի ծագման մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու, հələ զբոզի տղեկին նայի։ Ուրեմն լսեք աղբի տղեկ, սահմանադրական դատարան կլնի, եվրո դատարան կլնի եւ այլն, այդ օրենքը հակասահմանադրական կճանաչի, թե ինչ կճանաչի, ես չգիտեմ, իմ գալու դեպքում ու դա լինելու է, ես այդ տունու տեղը ձեր ձերից դատարանով չեմ առնելու է, դա պրոստը ձեր ձերից բռնականձելու դատախազությունը եւ վերջ, ու այս նույն աղբի տղեկը, այս մաքու վրասմատ բադա թարանը հետ եք բերեմ, այդ էլ խոմ Լոս Անջելեսի հեռուստատեսության պետ ցույց տալի Գագիկ Խաչատրյանի տունը մեր Telegram կանալում եւ ամբողջ տեղ տեղադրված է 60 միլիոն դոլարանոց Գագիկ Խաչատրյանը ում խեռի գլոխներ սախքյանքը պետական չինովնիկ որ ԱՄՆ-ում կարողացել է ձեռք բերել տուն որը գնահատվում է 60 միլիոն դոլար ԱՄՆ-ը բախատրեմ բռնագրավում է Այսպես հալն։ Դե հիմա գնացեք USA ու փորձեք ԱՄՆ-ի այդ որոշումը ճանաչել հակասահմանադրական։ Ազատության արձանի ձեռի ջահը կկոխեն ձեր կնգան տալոյի մեջ ու կմիացնեն։ Կլնեք ազատ ու ֆրեդոմ։ Գագիկ Խաչատրյանի կնիկն է։ Հելնման գնամա բախտագուշակ, բախտանայողների դռները քնձը խակնված։ Ուզամատենա իա մարդու վրեն թուղթուգիր արել են, թե չէ։ Բախտնայողների մոտ ագնամ, ես անեմ, են անեմ, ասում առանց լուսանկար, նայեք, տեսեք, մարդուց վրեն թուղթու բթի կա, թե չէ, ծակ կոշիկներով ու բոթասներով։
Այն տիպիարը որ բախտայողներից մեկը դե քավարը ժողովուրդը նուրբ հոգի ունեն։ Բախտայողներից մեկը դաժե փող չի վերցրել։ Չի մացել որ դեմը օլիգարխիկանի կա։ Փողը հետա տվել։ Հետո են ասել I Miamid this woman Gagi Khachatrani woman lady Դուք լես բոզի տղեկի բակառավալա նայեք։ Եվ սրանք հենց ընկել են քուչա ասում են մենք սուրբ մարդ ենք երկիր ենք փրկում։ Ռոբերտ Քոչարյանի գուցե բայլին եք բաց։ Բացի բացի տղա։ Միգուցե կբացատրես ոնց է ստացվել որ պատամշակութային կոթողը վերակառուցելու փոխարեն վերախորացել Գագոյիս Վիսոտկեն կոթաղեն մեջը տունա ձեռք բերել։ Սիրուշոնը լացը մեջ ասում էր տուն չունենք բոմժ ենք։ Վարձով ենք մնամ։ Էսի կոչում է վարձով, ես էլ եմ ուզում տես վարձով մնամ Գագո 100 ով ես քեզ չկպա դու հիմա պատկերացնում ես այսօրվանից սկսած ես քեզ ինչ եմ անելու իմ տունն ուրա ես էլ եմ տուն ուզում պատամշակութային կոթող շենքում Թումանյան 9 Գագո ոնց ուզում ես արա այդ շենքում դու պիտի տուն տաս լովիկի հարևանությամբ ես ուզում եմ Բարսելոնա միասու կոֆե խմեմ լատե մտածի Գագո Գրի Ռոբերտ Քոչարյան բացատրի այդ հետևից այդ քայլող այդ բոմժերին այդ փող չունևոր անապահով իրոք այնտեղ մարդիկ կա որ բանը պատրիոտ են ոչ բարի բունի մասով որտեղ այնտեղ կոյտես մարդիկ կա որ ով հացի փող չունեն անգամ բացատրի ոնց է ստացել որ պատամշակութային շենք վերակառուցելու փոխարեն լովիկը ստունա ունեն այդտեղ Այն մահացածի եղբայրն էլ Հելերինգելա Սարուզոր ասում է իմ եղբայրը չի մահացել նարկոտիկից, մահացել է սրտի կանգից, ինֆարկտ էր։ Ես արդեն պատասխանել եմ, նորից եմ պատասխանում։ Հաշվի առնելով ձեր վիշտը, հարգելիս, ինֆարկտ ախտորոշելու համար նախ պետք է լինի կարդիոգրամմա, EKG։ EKG-ի վրա պետք է երևա կա ինֆարկտ թե ոչ, էստե պադյոմով կամ առանց պադյոմ, կա թե ոչ, կարդիոգրամմա ցույց չի տվել ոչինչ, որտեղ ընդեղել է իզալինիա, ոնց հայերեն, չգիտեմ, ուղիղ գիծ, այսինքն ախտորոշել ինֆարկտ այդ բանը հնարավոր չէ եղել, պետք է արվի տրապանինովի տեստ հասկանալու համար, այն էլ մի քանի ժամ հետո է ավශ්‍යություն, դա չի արվել միանշանակ, ես համոզված եմ, չգիտեմ, Հայաստանի շտապօգնությունը դա ունի թե չունի Մարդը արդեն մահացած մուտք է գործել հիվանդանոց։ Ես հասկանում եմ, որ շտապօգնությունը դաժե հենց այդտեղ համոզվել է, որ դիա, բայց քանի որ գտնվել է ժողովրդի մեջ, դա այդպես անում ենք մենք, պարզ ասեմ, բացեմ գաղտնիք, երբ որ շտապօգնությունը գալիս է տեսնում է հանրային վայրում, ես էլ եմ դա արել, հանրային վայրում, լողապ, չգիտեմ, ռեստորան, չգիտեմ, գրող ու սերցավ կամ մարդաշատտեղ, արդեն եկել ես, չկա, պուլսը ուղի, պուլս չկա, կարդիոգրամմա չկա, այն չկա, դու ասում ես, որ քո դիմաց արդեն դիա կա։ Բայց հաշարելով ներկաների վիճակը սկսում ես դեր խաղալ։ Դեֆիբրիլյացիա անել, արհեստական շնչառություն տալ, ադրենալին սրսկել, այն անել, կարդիոբրիգադ կանչել կամ տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Որը որ այդ մարդիկ արել են, շտապօգնությունը արդեն իմացել է, որ այդ մարդը մահացած է։ Հիմա ասում է ինֆարկտ է, ես էլ ասում եմ ինսուլտ է, ինչի՞ց վերցրիր ինֆարկտ, կամ տրոմբ։ Բայց նորից եմ կրկնում, բբերը լայնացած լինելը արդեն խոսում է նրա մասին, որ այդ մարդը գտնվել է նարկոտիկի ազդեցության տակ։ Բիբը ինֆարկտի ժամանակ չի լայնանում։ Եվ որպեսզի չշահարկենք այս թեման, մի հատ սայթ տպում է, որ մնացել է սպայսի տակ, այն մեկը որ ասում է, տեսեք թուղթ սրտամկանի կաթվածք, այո, դիահերձումը բացում են, արձանագրում են սրտի մեռուկացումը մի հատվածի առաջնային պատ, հետի պատ եւ այլն, ասում են ինֆարկտ, բայց պատճառը ո՞րն էր։ Այդ արդեն կտա դատաբժշկական փորձաքննությունը լաբորատորիա օգտագործել է նարկոտիկ, թե ոչ։ Դա այդ հարցով եկեք սպասենք դատաբժշկական եզրակացությանը, դատաքիմիական։ Կա այդ մարդու այրան մեջ նարկոտիկ թե ոչ։ Էդի տենց։ Իսկ ինչ վերաբերվում է
Շարունակենք այս թեման, որովհետև ինձ շատ հետաքրքիր թեմա է, Ռոբերտ Քոչարյանի որդու հարևանությունը, որ դոդի վզին էլ դրել ես կվարծիրան դերցել ես տողուտ համար, դուք ոնց կբացատրեք այս որոշումը։ Եվ այդ որոշման տեղը քո տեղեն գրածվում է այդ շենքում։ Կոռուպցիա չկա։ Այս սա Արայիկ Հարությունյան, սա պիտի աներ ով մալչիկ պա իմինի ծծող։ Բայց բոզի տղե նստած մեր շոկի վրային այս սենսներից փողերը վեկալմա և գործի հետևից անամա բիզիմնիր։ Օրինակ վերցրեք Միացյալ Նահանգներից դեմոկրատական երկիր հանկարծ ու հանկարծ որևիցե մեկը չլինեք։ Всё програмին։ Պրծավ, թույ հիմա գնա դիմի դադարան։ Ազատության արձանը կողեն յանց ոռը։ Մամայի։ Մեկ էլ ինչ հետաքրքիր բան հիշեցի։ Ցուցարարները քայլում են Աբովյան փողոցում, այնտեղ բալկոններից մեկում Միկին հելել է սեցանում, թքմա եւ այլն, հետո պարզվեց, որ դա Ալեն Սիմոնյանի մայրն է։ Ես հարգում եմ մայր բառը, ուղղակի ուզում ասեմ, տիկ ինչա, լավ, դուք չամանչեցիք։ Եկա կնիկ ես, սենց ես անում, ասում ես ընդեղից չգիտեմ, մեկը ձեզ վիրավորել է, դուք էլ տեղից եք անում, ուղղակի ես եմ ասում, ես անգամ Գասպարյան Վովայի մորը բան չեմ ասում, որտեղ հարգում եմ մայր բառը։ Տիկին ջան, ես հասկանում եմ, բայց եկեք ընդունենք, որ գոնե սենցի տեղը կամ թքելու տեղը գոնե բաբա չափեի, կամ ասել չգիտեմ, մեր հարևան Զոյայի լակերովնի դագաղը մտնես, եւ այլն։ Ու գիտեք ինչն է հետարքի, սա արդեն որ երրորդ դեպքն է, ինձ գրում են, որ Հանրային ձայնի կամ Վարդան Ղուկասյանի երկրպագուները այցելում են Վարդան Ղուկասյանի մանկության շենքը, Երևանյան 20 շենք, մեր բալկոնն են տենում, նկարում ուղարկում են ինձ, Զոյայի բալկոնն են ողորմածիկ նկարում ուղարկում, տեսեք մենք ձեր շենքում ենք, մենք ձեր դպրոցի մոտ ենք եւ այլն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, բայց եւ նաեւ ուզում եմ հորդորել, որ տիկին ջան, մի քիչ սիրուն բան չեք արել։ Ճիշտ է, կոտեղեն բոզի տղա է հոգով, բայց ինքը երևույթը տգեղա, դուք մայր եք, մայր բառին ես ոչ մի կերպ չեմ ուզում անդրադառնամ։ Ես հիմա փոխարեն այդ ուզում եմ անդրադառնամ Գագիկ Խաչատրյանի բնակարանին, առանձնատանը, այդ USA-ում, եւ իհարկե Ռոբերտ Քոչարյանին։ Մենք ինչ ենք տեսնում, հարգելի ժողովուրդ։ Սա ոչ մեկում չի կարող ասել լկտի սուտ է։ Չէ՞։ Չկա, չէ՞։ Չի կարալի, որ հիմա, բայց էլ ես քայնց հետո գտնվելու եմ մի բոզի տղա, որ ասի, դուք Նիկոլականա, բոզի տղա, սա ինչ է, սա Նիկոլականի հետ կապ ունի, ղախտի ծնունդ, հա, հանցագործություն, Արթուր Դավթյան, սա ինչ է, տտախազություն ես, հարցրել եք Լևոն Քոչարյանից, Լևոն Քոչարյան, այս բնակարանը ձեզ որտեղից Եվ հետո այս շենքը Գագիկ Ծառուկյան ստեղ որտեղից Գագո կուրը իմ կվարցերայի հարցը լուծես դու ինձ միտուն տաս։ Այդ քեզ լովիկին տալիս ես ասի չէ։ Հա Գագո լովիկից վախում ես։ Հա Գագո Կաթողիկոսին ամիս $200,000 փող ես տալի մոմերի հետ կապված։ Արձանի հետ կապված $100,000 փող ուզե որ գա արձանատ օհնի։ Բա դու չես ասում, ես ու քիսում որ դաբրո չտվինք։ Կաթողիկոսը հա թոքո արձանը օհնի։ Երկնային գրասինակը չի ընդունելու։ Քրիստիանե Հալաջան, Վարդան Ղուկասյան, պիտի մուծվես։ Գագո։ Այդ կաթողիկոսին տալը մեզի չես տալը։ Հա? Էսա։ Վիճակը էսա։ Եվ եթե այս իշխանություն կոչված Նիկոլի զոմբիները լսում է, հա, մեր վարչապետն է, մենք երկիր չենք տանք եկել է պայքարի, բայց այդ բոզի տղա վարչապետին հարց տվեք, սա ինչ է, ինգեր վարչապետ, եթե դու իրոք եկել ես այս 5 տարյա ժողովրդին դրած գժի տեղ վրծնում ես, եթե ղախտի տղա դու եկել ես երկիրը փրկելու, կոպեկ, Պողպատե մանդատ, բանտիկով չագուչ և այլն, բա դու չես ասում այդ բանտիկով չագուչը կողեմ կնգատ ոռը, բա դու չես ասում, ես ինչ հա։
Լևոն Քոչարյանս, այդ ինչ աշխատես սա, ոչ թե կյանքում որ այդ շենքում տունա ձեր բերե, այդ շենքն էլ ոնց անտեղ կառուցվել։ Բասանով արդեն պիտի ռոբիկը դատված լիներ, ոչ թե այսօր փողոցով քայլեր։ Լունել լովիկը, որ կանգան չբերեր երկացներ, զարտնի լավ զարտնավ։ Լավ զարտնավ, թուղ տղրգեց։ Ասես էտա։ Բայմա լավ զարտնելով, լավն ասմա բացատրեք հասկնամ։ Պատամշակութային կոտողի տեղը ինչ անեմ այդ շենքը, ու ինչ ան լովիկը տե 38 վտակալանում։ Արթուր դարձան։ Խտրեմ, օպոզիցիոն։ Այս ժողովրդի դրել են գժիտեղ։ Գժիտեղ բարեբուն իմաստով, մի հատ էլ թռնում են այն Աբադոգովի հետևին, դեմքին են, սոսա, ինչա, ասում են թուրք, խտրեմ, բասրախի չեք ասում թուրք։ Էնի հելա գոնե տուն ասարկեմ Ղարաբաղցիքի համար, հարյուրատ տուն, բայց ինչ անեմ, թող համարատուն սարկեմ։ Դեմա գնացեք, մտածեք։ Անգել Քոչարյանի հետևից քայլողներ։ Ու Նիկոլի զոմբիներ։ Ու այս հարցը տվեք ձեր բոզիտաղա վարչապետին։ Ասա, այս գործը պիտի աներ մալչիկ պայմինի ծծող, այլ ոչ թե հանրային ձայնը։ Ուզում են դատեն չեն կարեմ, կոռուպցիա չեն գտնամ Քոչարյանի վրա։ Պատկերացնում եք։ Քոչարյանի վրա կոռուպցիա չկա։ Ղարաբաղից մի հատ սվիտորով եկավ, Թումանյան 9 փողոցում տունը վեգալավ։ Դե գագոսեք թե գիտեք, սրբապատկեր, իկոնա, պատամշակութային կոթող տենամա, գրգռվամա, այս մարդու մոտ, պաթոլոգիա է։ Այդ ղամի հատ հլում է գնա մի հատ նորմալ, չգիտեմ, սեքսապաթոլոգների մոտ, մի հատ հոգես բացատրել, գագո, ինչով է պայմանավորված, քո մոտ, էքստազի երևույթը, որ դու պատամշակութային կոթող, ինչ են ասում դրան, սեպ հավայ, ոչ որ տերում գրգռղամ ես, են ոնել մի հատ մեկը զանգել է, ասում է, պարոն Ղուկասյան, ես ուզում եմ ուղում մտցնեմ Գագիկ Ծառուկյանի բռնաբարության գործում, ասում եմ որն է տիկին, հին Երևանցի կին էր, ասում է այդ որ այդ ռուս աղջկեքին տարե բռնաբարել են, ասում բռնաբարությունը տեղի է ունեցել Սուբսակիսի մատուրում, ասում եմ մի րոպե, ես գիտեմ, որ տարել են Աբովյան, ինչ-որ Կոտայքի մարզում, ինչ-որ եկեղեցի, այն ժամանակ Աբովյանի ռայոն, եկեղեցի ա եղել և այլն, ասում եմ ոչ, Գագոս, որպես դվին հյուրանոցի Օվոյի ոստիկան, իա հետ այդ օրը սմենի գտնված ոստիկաններով, այդպես ասում էդ կին, ասում ես խնդրում եմ բարձրաձայնեք, կապել են այդ երկու ռուս աղջկան, այն ժամանակ աղջիկ, հիմա պարվաբով, ու ասում է, որոշում են քաղաքը ցույց տան։ Քայլելով իջացրել են դե ատուց տվինի մոտից բան կոնդի եկեղեցի բան սուբսակցի եկեղեցի ինչքան է հեռու։ Ասում է, իջցրել են ոչ ներքևը այդտեղ ինչ-որ այն ժամանակ ասում է բան մատուրանման տեղ էր որտեղ տերտերներն էին վեր են գնում։ Ասում է, այդտեղ են արել են կոկոլալա տուման, բայց ես չգիտեմ այդպես ես պրոստը մոռացա հետարկվել դեպքի վայրը որտեղ ա եղել այդ եկեղեցում ա եղել թե Կոտայքի Աբովյանի ռայոնի եկեղեցում ա եղել բայց մի հատ հարց այ հենց նոր մտքումս փայլատակեց Արթուր Դավթյան մի հատ իսկ բացատրեք խմբակային բռնաբարության ժամանակ ո՞նց է ստացվում որ խմբի անդամներից մեկը արդարացվում է մնացածը ոչ 4 հոգով ես դու Աբազը Վահե Ղազարյանը բռնաբարում ենք Սրբուհի Գալյանին հա հետո մեզնից մեկը որ դու հանգրած ասեք բաչանես չներանաց դու արդարացվում ես իրեքս մնում ենք մեղավոր տարներ անց Ատենց լմա տատախոս մարդ ես այսինքն ինչ դու չես կողել Սրբուհի Գալյանին Ինչ էր արել, մեկ իրեկս գալան ենք դոպը, դու մեր կողը, ասեք եկել ես ալելույա, պոպուլիկները վեկալ ես, չգիտեմ, բանը պարել ես, հլը պատկեր ասա, 4 հոգով, մի հոգին արդարացվում է, մնացածը ոչ, այդ պային դու ինչ ես արել,
Խոսքի օրինակ ասենք հաշվի առնելով Գագոյից հակումը պատամաշակութային բանը կոթողների վրա եւ այլն ինչ արե վերիսաժա երկե օրինակ այս պայդրությամբ շատ լավ կհնչեր այդ ասենք բանը մենք այնտեղ միլիցիա բռնաբարում են Գագոն ընդ բանա երկն Добрый вечер, дамы и господа, лаймовай кулейнаман. Знаете, это... Как пора? Но мы вдвоем, но не со мною. А? Эсайли? Мек барнабайли? Гаго веррисаж? Но мы вдвоем, но не со мною. А? Вот остался. Արդարացում է, պիտի արդարացեն բոլորը։ Օմնոն ես սամնոյու։ Այս պահնա, միդվայոմնոն ես սամնոյու։ Էնի կողխմա, են իրեքը։ Գագոն ես սամնոյու։ Չեմ ուզում կտրեմ երաշտությունից։ Գագո բացատրի։ Вечер летний зной, а вот венецианный сной. А? Շատ հաճելի է, չեմ էլ ուզում կտրվեմ։ Դո կամանց ընչի, կակոյ պիզ, հա, էդ մնացածը դոմպել են, գագոն երկել է վերնիսաժ, կակոյ պարտել, կակոյ պիզաժ, սեպապատկերների նայելով, ու մեկ էլ սմատրու նավազ, դլոյին, ես է բանը լեոնցևս, ու արդարացնում է ով, ռուշկացածող բոզի տղու հերը, սրասմոտ ժառանգական է, Սասունս մարդու չի դատան, հեն է սաղին արդարացնում է, բայց դեպքում ինչի չեն արդարացել նուսները, արդուր դարձան։ Սա էլ է հարց, այնո մտքովը սանցավ, ոնց է ստացվում, բա մյուսն է պիտի արդարացվեն, ռասատեղ բռնաբարություն տեղի չունեցել։ Դուք զգում եք, ինչպեսի բոզի տղա եք, մալչիկ պա իմինի Սասուն։ Պարոն Աբազանի մետ համաձայն չես, մենք Սերպույի Գալյանին բռնաբարենք, արդու դարձին արդարացվի։ Բայց դեմիցիք նա կող է։ Ինքը թե չի եղե, կակոյ պարտրեց, կակոյ պիզարշ, ատե ինքը հետ կոմենան է, հիացել է եկեղեցու կտավներով։ Այսօր այսքան հարգելի ժողովուրդ, հաջողություն ձեզ։